Անհրաժեշտ եմ համարում նշել, որ ակումբների հետ համատեղ աշխատանքի սա կարելի ասել երրորդ փուլն էր արդեն։ Առաջի փուլով մենք էլեկտրոնային փոստով թիմերին ուղարկել էինք մեր առաջարկ եւ պահանջել էինք իրենց առաջարկը։ Մենք ունեցանք քննարկում ակումբների ներկայացուցիչների հետ եւ այսօր արդեն երրորդ փուլով թիմերը կայացրեցին մեր հետ համատեղ որոշում, որը կայացվեց մեծամասնության շնորհիվ առաջնության ֆորմատի, թիմերի քանակի եւ շրջանների մասով ընդունվեց առաջարկի երկրորդ տարբերակը, որով 2026-27, 27-28 եւ 28-29 մրցաշրջանների համար ենթադրում է 10 թիմով Պրեմիեր լիգա, որը կլինի 3 շրջանով։ Մենք հնարավորություն կունենանք խաղերը անցկացնել բացառապես ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին, ինչը շատ կարեւոր է։ Եվ ուզում եմ ընդգծել նաեւ այն, որ մենք Հայաստանի սուպերգավաթը արդեն կարող ենք անցկացնել հուլիս ամսի վերջին, մինչեւ առաջնության մեկնարկը, որը մորթմերին մեր հնարավորություն կտա նախ լավ պատրաստվել իրենց եվրագավաթների խաղերին եւ ինչու՞ չէ նաեւ Հայաստանի Պրեմիեր լիգային։ Մեր ակումբը պատրաստ էր խաղալ թե 10, թե 12 թիմով առաջնությունում, երկու դեպքերն էլ մեր համար քննարկել եւ ընդունել էին։ 10 թիմի դեպքում մենք ինչպես ակումբների մեծամասնությունը համաձայնեցինք խաղալ 3 շրջանով, որը թույլ է տալիս 27 շաբաթ կիրակի օրերին խաղալ եւ երկրպագուներին բերել դաշտ, ստադիոն, քանի որ դա մեզ համար ամենակարևորն է, մենք ներկայացնում ենք մարզային թիմ ենք եւ մեզ համար կարեւոր է, որ հատկապես Կապանում, որտեղ մարդկանց մեծամասնությունը աշխատում է գործարաններում կամ կոմբինատում, ունենան շաբաթ կիրակին լավ անցկացնելու հնարավորություն։ 10 թիմով առաջնությունը կարծես թե ամենաիրատեսականն էր, որ կարելի էր ընդունել։